Շնորհակալություն պարոն Մինասյան, հերթով գնամ, նախ միանշանակ ձեզ հետ համաձայն եմ, առաջարկվող հիշատակի օրը սգո օր չպիտի լինի, պիտի լինի հիշատակի օր, իհարկե հիշատակ և խոնարհումի, բայց բնականաբար որոշակի կոմպոնենտ կլինի սգալու հատկապես ընտանիքների համար զոհերի, բայց այո հիմնական խորհուրդը հենց հիշատակը հարգելն է և խոնարհումը։ Հաջորդը մի քիչ լավ չեմ հասկանում ձեր փաստարկը, որ այսպես թե այնպես բոլոր նշանակալի օրերին կամ տոներին մարդիկ այցելում են գերեզմաններ, որևէ բան այդ առումով չի փոխվում, եթե ուզում են այցելել, թող այցելեն, այստեղ խնդիրը հետևյալն է, որ մենք ուզում ենք սահմանել հատուկ օր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, այսինքն եթե ձեր փաստարկով գնանք, ընդհանրապես նման օրը ուրեմն պետք չի սահմանել, որովհետև այսպես թե այնպես տարբեր տոներին մարդիկ գերեզման այցելում են։ Այստեղ խնդիրը ոչ միայն գերեզման այցելելու մասին է կամ եռաբլուր այցելելու, այլ այդ օրը ինչ հնարավորություն կտա։ Հնարավորություն կտա, օրինակ, որ դասղեկները իրենց աշակերտներին նախ այդ օրվանը նախորդող շրջանում որոշակի ինչ-որ միջոցառումներ կազմակերպեն, հանձնարարեն, օրինակ, չգիտեմ, գտնել որևէ հայրենիքի համար ընտրել հայրենիքի համար որևէ զոհված անձի եւ օրինակ իր մասին շահադրություն գրել ու այսպես շարունակ հենց բուն օրը կազմակերպեն այցելություն եռաբլուր կամ իրենց բնակավայրի համապատասխան վայր եւ այսպես շարունակ այսինքն խնդիրը միայն պաշտոնյաների այցելության մասին չի խնդիրը կոմպլեքս է սա հնարավորություն կտա օրինակ հեռուստա ընկերություններին այդ օրվա համար ռեպորտաժներ պատրաստել եւ այսպես շարունակ իսկ օրինակ համաձայն եք եթե կոնկրետ ռազմական իրադարձության օրը սահմանվի որպես հիշատակի օր հիմնական ֆոկուսը կլինի այդ ռազմական իրադարձության վրա